Ողջույն մեզ շատ սիրելի եւ հավատարիմ հեռուստադիտող։ Գիտեմ, սպասում եք մեր օրագրին, որպեսզի միասին ամփոփենք քարդ եզրափակչի երկրորդ օրը։ Դե ինչ, եկեք սկսենք սկզբից, նախապատրաստական աշխատանքներ կադրից դուրս։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկինն առաջարկում է միշտ թարմ կատնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն, կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կատնաշոր, իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժելի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդարար կատնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Like a river, touch your mouth, baby, run me like a river, touch your mouth, baby. All that's real, wanna make me a sinner. Վերջ, փորձերն արդեն ավարտված են եւ մեր մասնակիցներն արդեն պատրաստ են հայտնվել եւ ելույթ ունենալ մեր 4 ժյուրի անդամների, հանդիսատեսի եւ բազմահազար հեռուստադիտողի առջեւ։ Իդեպ, մեր բոլոր մասնակիցների դիմաարդարումն ու վարսարդարումը ապահովում է կոլորիստ, ոճաբան, վարսարդար Լուսինե Գասպարյանի թիմը։ Դե ինչ շատ չեմ ձգձգում, կարող ենք սկսել։ Ну, в музыку везде попал, с обрывов не упал, все прошло хорошо. Наверное, мне не хватало больше хореографии вне моего реквизита, ну, какой-то истории номера. 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero, հայկական տեխնոլոգիական շոկ, առաջին հայկական AI-ը, բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլև կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակ։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարարելով որակական նոր փուլ։ Ես որ նվագում եմ կանոնը, միշտ համարյա գրեթե նոնդաներին չեմ նայում եւ որոշեցի, որ այս նախագծին փորձեմ դες ցույց տալ փակ աչքերով եւ մտածում եմ, որ իմ մոտ ստացվում է։ Շատ գոհ եմ եւ շատ ուրախ եմ, որ ժյուրի արձագանքը այդպես ուրախ էր եւ ասեցին նույն ձևով դու բեմից դուրս եկել եւ Անդրեն որ ասաց ես կուզեի իմ հետ բեմին լինի այսպիսի արտիստիկ երեխա։ Շնորհակալ եմ։ 6-րդ հեռախոսը կտեղադրենք 6-րդ ծրարում։ Ես այդքան էլ չսիրեցի, սա մեզ պետք չէ։ Շարունակում ենք։ Խաղաթուղթը, որի վրա դուք նկարել եք, այստեղից անհետացել է։ Եվ ինչը որ անհետանում է, մեկ տեղում հայտնվում է։ Ամեն ինչ լավ էր, կարծես թե։ Եղան որոշ տեխնիկական խնդիրներ,
որոնք գուցեև վճռական լինեին, սակայն կարողացա հաղթահարել դրանք եւ քիչ շատից հնարքս մատուցել այնպես, ինչպես պլանավորել էի։ Շուրի կես ասեցին աշխատելու տեղ ունես, կես ասեցին լավ է, ապրես ու ես գոհ եմ։ Այսօր անցնես, հետո ինչով է զարմացնելու ժյուրիին։ Հələ թողեսի անցնեմ նոր։ Մեր նախագծի հովանավորն է Royal Armenia ընկերությունն իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով։ Շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Ինձ կպատմես քո կերպարի մասին։ Նայեք, street dance կուլտուրան է ներկայացրել, այսինքն հին ժամանակ պարերը սկսվել են սևականները 1900 թվականներին կամ 800 սկսել են փողոցային պարեր անեն, սենց լուքերով շատ լայն, սենց փողոցային։ Ես այդ նույն բանը ներկայացրել եմ բեմում։ Դու ամբողջ դահլիճը պայթացրիր, ու դու այդ էներգիան ստացել ես, այն էներգիան, որը տվել ես դահլիճին։ Այո, շատ։ Ոնց որ փորձերին ներկայացել եք, այդպես ներկայացեք այսօր համերգին։ Դե մի քիչ թերություններ ունենք, բայց դե հա։ Pinkberry օթապարիկն այս անգամ եկել է տրոպիկական աշխարհից եւ բերել է պաղպաղների նոր, վառ եւ էկզոտիկ համ։ Coco Berry 100% պլոմբիր պաղպաղ, կոկոսի քերուկներով եւ հատապտուղներով։ Ինձ ուրախացնում է այն միտքը, որ այս հրաշքը կարելի է վայելել տարվա բոլոր եղանակներին։ Pinkberry պաղպաղներ, թարմության շունչը նոր հրաշքներ է գործում։ One breath, you just break it. So shut your mouth and around me like a shut your mouth, baby, sit on the liver. Make me a sinner. Անցավ լավ, վերջում լարված, իրականում ելույթի ընթացքում լարվածությունը գնալով քչանում է, բայց հետո կարծիքները լսելու ընթացքում դու բավականին շատ լարվում ես, որովհետև հասկանում ես, որ դեռ քեզ այո ոչ չեն ասել, չես անցել, չես մնում, սենց լարված սպասում ես, եթե անցնեմ, իմ ելույթների մեջ ավելի շատ կպարապեմ բեմադրության վրա, որովհետև տվյալ պահին ես այսօր ֆիքսվեցի մի փոքր բեմադրության վրա ու տենց երկս մի փոքր ծախողվեց։ Like a breather, shut your mouth, baby, run me like a breather. Ace Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում Ace Travel-ը հնարություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ Ace Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Բավականին գոհ ենք, իհարկե նրբություններ կար կարելի էր շատ ավելի լավ անել։ Կատարումը կոչվում է զուգահեռներ, ինչը չասվեց, ինձ թվում է նաև այդ պատճառով ինչ որ մի մասը չհասկացավ ինչի մասին է
ելույթը։ Զուգահեռներ է կոչվում, որտեղ ինքը ամեն մեկի առանձին պատմությունն է։ Ժյուրի ասացից մենք հասկացանք, որ էմոցիոնալ լիովին չենք տրվել եւ լիովին չենք վերցրել բեմը։ Ահա այսպիսի տրամադրություն էր տիրում Ետնաբեմում։ Մեր մասնակիցները շատ ոգևորված են, բայց եւ լարված, քանի որ սպասում էին ամենակարևոր եւ վճռորոշ պահին, երբ կիմանանք, թե ովքեր են այն հաջողակները, ովքեր կանցնեն եւ արդեն կպատրաստվեն կիսաեզրափակիչ փուլին։ Ստելա, դու անցնում ես հաջորդ փուլ, ապրես։ Ավոր ուրախ եմ։ Թող անհամբեր սպասեմ, որովհետև շատ գեղեցիկ բեմադրություն ենք դնելու։ Ես հիմա ուզում եմ առաջ գալ լույսը, մեր նառան, մեր բալիկը, Ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ ժյուրիներից, որ ինձ աջակցում են եւ անցկացրեցին կիսաեզրափակիչ։ Ես կփորձեմ ավելին աշխատել, որպեսզի անցնել եզրափակիչ ֆինալ։ Անհամբեր սպասեք իմ մյուս ելույթին։ Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի եւ ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում են նորագույն սմարթֆոններ, գadgetներ եւ աքսեսուարներ։ Ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ շահավետ ապառիկ պայմաններ։ Երևան Մոբայլի մասնաճյուղերը հասանելի են ոչ միայն Երևանում, այլ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Մի խոսքով Եվգենի ջան, դու հաջորդ փուլում ես։ Շնորհավորում Ты ենք в следующем туре. Ты проходишь в следующий тур. А где эмоции? Нет, не вижу я никаких эмоций. Ой, впечатления вообще невероятные, прям я очень рад, что я прошел, очень рад, что сегодня все получилось. Большое спасибо жюри, что позволили мне пройти дальше. Я их не подведу. Աղասիդա դու ես։ Եթե որ նայի կհասկանամ, որ ասենք անկրկնելի զգացողություններ եմ ունեցել, այնքան ուրախ եմ, այնքան սենց էմոցիաներս խառն է, սենց լարված է, հետո մի պա ուրախած է, հետո հելնեմելի եմ լարվել։ Մի տեսակ շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ ժյուրիների որոշման համար։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Damat Twin բրենդը, որը նախագծի ժյուրին տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Գրեք Damat Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասցե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։ Այսպիսի վառ եւ դրական էմոցիաներով էլ ամփոփեցինք տաղանդի բացահայտման եւս մեկ օր։ Իսկ մեր մասնակիցներն արդեն կպատրաստվեն կիսաեզրափակիչ փուլին։ Ամեն ինչ շատ թեժ է լինելու։ Իսկ դուք բաց մի թողեք մեր թողարկումները ամեն 5 շաբթի օրերին ժամը 21:30-ին Շանթի եթերում, իսկ եթե ցանկանում եք նախագծի թողարկումները տեսնել եթերից մի փոքր ավելի շուտ, ապա ամեն ինչ շատ պարզ է եւ հեշտ ներբեռնեք Շան Digital TV հավելվածն ու բաժանորդագրվեք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։